Ողջունում եմ բոլորին, բարև իմ շատ սիրելի հետևորդ։ Քանի որ այս պահին ես ու Անահիտը տեսանյութեր ենք նկարում, բայց տոնական տեսանյութեր ենք նկարում, քանի որ շատ հոգնած եմ, մի տեսանյութ այնտեղ արդեն պետք է սարի, որպեսզի մնացած կադրերը նկարեմ, մի խոսքով, շատ խառը վիճակ է, բայց պետք է սնվենք, չէ՞, ես ու Անահիտը, որովհետև ես ու ինքն ենք տանը այս պահին մենակ ենք, ինչ եմ առաջարկում, իմ շատ արագ տարբերակներից մեկը նկարում եմ, որպեսզի դուք էլ տեսնեք, արագ տարբերակ, բայց համեղ սնվելու տարբերակ է, մի խոսքով, երկու հատ ձուկ, արագ այսպես տրորում ենք, մեզ անհրաժեշտ է լինելու այն ամենը, ինչ դուք սիրում եք։ Ես օրինակ իմ համար լոլիկով եմ պատրաստելու, Անահիտը լոլիկ չի սիրում, առանց լոլիկ եմ պատրաստելու, հացը չեմ հանել, հիմա կհանեմ որևէ տեսակի ապուխտ, հավող պանիր, աղցանի, այս թերթիկներից, մարորի թերթիկ, մի խոսքով, հիմա դուք հերթով կտեսնեք, ինչ արագ նախ հաճաշի նման կամ նախ ուտեստի նման համեղ ուտեստ ենք պատրաստելու, ինքը տաք վիճակում ենք համտեսում ու արագ։ Ուրեմն, արդեն պատրաստի վիճակում այս հացերից, չգիտեմ Հայաստանում ինչպես են կոչվում, այս հացերը, որ պատրաստի կտրատված վիճակում են, թավայի վրա մի փոքրիկ յուղ եք քսում կամ ձետ, կամ կարագ, ինչպես որ դուք ուզում եք, ես ռեդի յուղ եմ քսելու, որովհետև շատ համեղ է ստացվում, խրտ-խրտան է ուտեստը լինում ու իր կողմից չի կլանվում, ամենակարևորը դա է, երբ ոչ բան եք տապակում, յուղը իր կողմից, ուտելիքի կողմից չի կլանվում, առանց խոլեստերին, առանց հիդրոգենացված նյութերի, մի խոսքով Եվրոպայում արտադրվող շատ համեղ յուղ է, սիրելիներս։ Հիմա արդեն գնում եք թավայի մոտ, թավան լավ տաքացել է, որպեսզի աշխատենք։ Այ տեսեք, շատ քիչ յուղ, շատ, ահա որ քիչ յուղ եմ այսպես անելու։ Ձունաղ ենք անում, մի լավ այսպես սիրուն տրորում ենք, լավ տրորեք։ Ու լցնում ենք թավայի մեջ։ Երկու հատ լոլիկ եմ տեղադրում, երկու հատ հաց եմ տեղադրում, այսպես պտտում ենք, շրջում ենք, թողնում ենք մի փոքրիկ այս կողմից էլ տապակվի ձուն, հետո ձուն ծալում ենք դեպի ներս և շարում ենք մնացած բաղադրիչները։ Աղցան, պանիր, որևէ տեսակի ապուխտ և հետո մի հացը մյուսի վրա, տեսեք։ Սիրուն տապակվում է երկու կողմից ու անուշ ենք անում։ Հիմա էլ Անահիտի համար եմ պատրաստում ձուկ, տարածում ենք մի փոքրիկ։ Անահիտը լոլիկ չի սիրում, առանց լոլիկ ենք անում, թողնում ենք մի փոքրիկ տապակվի, հիմա շրջում եմ, թողնում ենք մի փոքրիկ տապակվի, հավաքում ենք եզրերը, որքան որ հնարավոր է, այսպես, ու դնում ենք բաղադրիչները, պանիր, աղցան, ապուխտ, այսպես սիրուն ծալում ենք ու պատրաստ է։ Մենք շարունակենք ուտենք ու աշխատենք, սիրելիներս, բարյախոժով բոլորից անպայման պատրաստեք, շատ լավ ու արագ տարբերակ է, ընդամենը 5 րոպեում
Առանց մոնտաժ անելու արագ պատրաստեցինք։ Հիմա մեզ բարյախորժակ, իսկ մենք կտեսնենք հաջորդ համեղ տեսանյութում։